Հարկ Հիսուսին քույր եղբայրներ, խաղ ժամանակների մեջ, որ Աստված հնարավորություն ատվել սերուն նրա խոսքը և պաշտելու նա։ Իմ քույր եղբայրներ, ես ուրեմն երկար ժամանակներ մտածում եմ հետևյալը, Տեր Աստված։ Ես ունեմ երեխեք, կան շատ քույր եղբայրներ, երիտասարդներ, ում աշխարհը իրապես գայթակղում է։ Շատ փայլուն աշխարհի գայթակղությունները։ Ու ես մտածում եմ, լացում եմ, ասում եմ, Տեր Աստված։ Ինչ մենք ունենք, որ ի հակակշիռ աշխարհի գայթակղությունների դնենք ու գերակշռի սոցցանցերը, արհեստական բանականությունը եւ բոլոր այն գաղափարները, ֆեմինիստական գաղափարները, որը կլանում է սերնդին։ Ես երկար աղոթում եմ, լցում եմ, ասում եմ, Տեր Աստված, մենք ինչ ունենք, աշխարհը հրապուրված է, եկեղեցու երիտասարդներ են հրապուրվում, մենք ինչ ունենք դնելու, մենք ինչ կարանք ցույց տանք, որ ստվեր գցի, խավարեցնի այս ամբողջ աշխարհի փայլը, եւ ես կուզում եմ կարճ կիսվել ձեր հետ դրա մասին։ Երկերքոց 2-րդ գլուխ 4-րդ խոսք։ Երկերքոց 2:4, սենց է գրած։ Նա ինձ տարավ իր խնջույքի տունը և նրա դրոշը իմ վրա սերն է։ Ես ինչպես եղբայրները ուզում եմ խոսել Աստծո սիրո մասին, որը միակ զենքն է, ես այսպես եմ կարծում, միակ այն միջոցն է, գործիքն է, որը կարողանում է ազդի այսօրվա երիտասարդների վրա։ Եվ ուզում եմ որոշ մտքեր ասել, առաջին միտքը հետևյալն եմ ուզում նշել, որ Աստված սիրում է մարդուն։ Եղբայրս նկարագրում էր Երեմիայի ապրումները, բայց Երեմիային սկզբից սա էր բացվել։ Երեմիա 31:3 Հեռվից է երևացել ինձ Տերը ու ասել, քեզ հավիտենական սիրով սիրեցի։ Եվ հաջորդ համարը նոր կտակարանում ունենք Հռոմեացիներ 5-րդ գլուխ 8 խոսք։ Հռոմեացիներ 5:8 սենց է գրած. Աստված իր սերը մեզ հայտնեց, երբ որ մենք մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեր համար։ Առաջին ճշմարտությունը, որ ուզում եմ նշել, Աստված սիրում է մարդուն։ Սիրում է հավիտյան։ Երկրորդ ճշմարտությունը, որ ուզում եմ նշել, հետևյալը, որպեսզի մարդը վստահի Աստծուն, որպեսզի մարդը հավատա Աստծուն, սիրի Աստծուն, նրան պետք է այդ սերը բացվի։ Առաջին Հովհաննես 4-րդ գլուխ 16 խոսք, առաջին Հովհաննես 4-րդ գլուխ 16 խոսք, սենց է գրած. Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Խնդրում եմ նկատեք, սենց է հերթագործությունը։ Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Նույն առաջին Հովհաննես 4:19-ում սենց է գրած. Սիրենք նրան, որովհետև նա մեզ առաջինը սիրեց։ Ուրեմն երկրորդ միտքը, որ ուզում եմ նշել, որպեսզի մարդը վստահի Աստծուն, սիրի Աստծուն, հավատա Աստծուն, նրան պետք է բացվի Աստծո սերը։ Երեք եղբայրները անառակ որդու մասին ակնարկարեցին, քանի որ միտքը, Քրիստոսի միտք ունենալու մասին է։ Դուք հիշում եք ոնց է գրած։ Գրած է, և ինքզին գալով ասեց, այս հատվածը, քանի վարձկաներ ունի իմ հայրը, ինչը ստիպեց անառակ որդուն, որ սկզբից չէր ուզում իր պապայի հետ ապրել, ինչը որոշ ստիպեց, ինչը փոխվեց իր կյանքում, որ սկսեց ուզել հոր հետ ապրել։ Իհարկե դա այդ խոզիլակը չէր, իրան կարային խաբեին, քաբաբտային պահեին, ինչը ստիպեց, իրան մոտ բացվեց, ես ինչ լավ հեր ունեմ ես, ես ինչ լավ հեր ունեմ ես, նույնիսկ ծառաներին հալավ իրա հետ, իսկ ես իրա հետ չեմ ապրում, իրան մոտ բացվեց, իմ քույր եղբայրներ, իրան շատ դժվար էր գնալ այդ տունը, ինքը գիտեր իրան մեծ աղբորը, ինքը գիտեր ծառաներին, իրան շատ դժվար էր, բայց ինչը ստիպեց, ինչը օգնեց իրան հետ դառնալ, իրան բացվեց, ես ինչ լավ հեր ունեմ։ Եվ հաջորդ միտքն եմ ուզում նշել իմ քույր եղբայրներ, երբ մարդը
այդ սիրուն հավատա, նա իր կյանքը կդնի Հիսուսի համար։ Հռոմեացիներ 8:36 խոսք։ Հռոմեացիներ 8:36 խոսք, սենց է գրած. Քեզ համար ենք մեռնում ամեն օր, եղանք ինչպես մորթված ոչխարներ, բայց այս ամենի մեջ էլ ավելի հաղթող ենք լինում նրա միջոցով, որ մեզ սիրեց, եւ շարունակում է, որովհետեւ վստահ եմ, ինձ ոչ մի բան չի կարող բաժանել, ոչ մահը, ոչ կյանքը, հրեշտակներ, եւ թվարկում է Աստծո սիրուց։ Երբ որ մարդուն բացվի Աստծո սերը, իրան հայտնվի այդ սերը, իմ քույր եղբայրներ, ինքը կյանքը կտա Հիսուսի համար։ Ովքեր հասել են կարդան առաջի դարի պատմությունը, շատ հետաքրքիր գինք կա, Ջոն Ֆոքսն է գրած, Կնիգա Մուչենիկով, թե ինչպես են բոլոր դարերում երիտասարդներ կյանքը դրել Հիսուսի համար։ Դուք ինչ մտածում եք, իրանք վախուց են դրել, իրանց կաշառել են, իրանց սերն է դասնիվել։ Աստծո սերը, երբ որ բացվել է իրանց, որ Աստված հավիտյան սիրում է իրան, այդ սերը իրանց մեջ ծնել է սեր Աստծո նկատմամբ, եւ այդ սերը եղել է շարժիչ ուժը եւ կյանքն են դրել Հիսուսի համար։ Եվ քանի որ ժամանակի մեջ տեղավորվում են, եւ որն է այդ սիրո արտահայտությունը, եթե ես այն ասում եմ, գիտես քեզ Աստված շատ է սիրում, եւ ինքը ինձ ասում է, նա ինչ է ինձ Աստված տվել։ Չէ, մենք մարոժնի ենք տալի, կոնֆետ ենք տալի, բա ինչ է տվել Աստված։ Աստված իր որդուն է տվել։ Եղբայրները երեք խոսում են դրա մասին։ Աստված իր որդուն է տվել, եւ Պողոսացիների 2:9 գրած է, նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ դրությունը մարմնապես։ Եթե դու ունես որդուն, դու երջանիկ ես։ Եվ իմ քույր եղբայրներ, շատ դժբախտ է այն մարդը, որ չի ճաշակել այդ սերը։ Ես սրտանց ցավում եմ, բայց դու չես լինի լավ ամուսին։ Մի օր քո կինը քեզնից կհիասթափվի, որովհետև դու այդպես չկարողացա քո միսիան կատարես, որովհետև դա ուղիղ Էդեք Պավել եղբայրն ասում է, չէ, որ սիրել այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց իր եկեղեցուն, բայց դու այդ սերը տենց չճաշակեցիր։ Դու չես կարողանա լինես լավ կին, մի օր քեզնից կհիասթափվի, քո այն երազած ամուսինը, որովհետև դու այդպես էլ այդ սերը չես ճաշակել, եւ քեզ այդ սերն է փոխելու, դարձնի աղ, դարձնի լույս։ Դու չես կարողանա լինես լավ ծնող, նույնիսկ եթե դու քո բոլոր ֆինանսական կարիքները երեխայիդ ապահովես, որովհետև ամբողջ աստվածության լիությունը դա Քրիստոսի մեջ է։ Եթե դու իրան ճանաչես, եթե դու այդ սերը վայելես, եթե դու հավատաս, եթե դու այդ սիրո մեջ ապրես, այդ ժամանակ դու հնարավորություն ունես վերափոխվելու, այդ կյանքը ապրելու, եւ այդ ժամանակ դու կլինես աղ, կլինես լույս։ Դու կարաս քո ներքին սենյակի մեջ նկատես, դու չես լինի լավ երեխա, դու չես լինի լավ ծառայող, դու լավ կքարոզես, բայց չես լինի լավ ծառայող, դու չես լինի լավ աշխատող, այս սաղ պայմանավորված է սրանով, որ դու ճանաչես Աստծո սերը։ Եվ ինչ է պետք դրա համար անել մեզ։ Ինչ է պետք, այս սկզբից հարցադրում ասած դրի, որ իմ համար կարևոր է Տեր Աստված։ Ես ոնց անեմ, որ իմ երեխեքին չհրապուրի աշխարհը։ Իմ քույր եղբայրներին չհրապուրի աշխարհը։ Իրանց պետք է որ բացվի Աստծո սերը իրանց։ Իսկ ինչ կա անելու։ Առաջի Կորինթացիներ 1:22-24-ում է գրած։ Պողոս առաքյալը ասում էր. մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին։ Իհարկե շատ մարդիկ կա մտածում են հեշտ է քարոզել Աստծո սերը։ Բայց ես առաջարկում եմ, դուք գնացեք գրեք, դուք 10 հատ քարոզ կդժվարանալ գրեք Աստծո սիրո մասին։ Կարելի է 200 էջանոց թեզ պաշտպանել, անառակ չլինելու մասին, չգողանալու մասին, չսպանելու մասին, բայց Աստծո սիրո մասին անվերջ պատմել տունը, պատմել եղբայրներին, շրջապատի մեջ, դա դժվար բան է։ Դա դժվար բան է։ Հեշտ է խոսել բոլոր բարոյական քարոզները,
դա աշխարհիկ մարդիկներ են, դա ինստիտուտներ են աշխատում։ Բայց դժվար է պատմել Աստծո սերը, դա դժվար է։ Ես առաջարկում եմ, մի շաբաթ դու ցուցակ դիր, պատմի քո երեխուն, դու կտեսնես դու բառը չես գտնում, որովհետև երկրորդ բանը ուզում նշել։ Ինչա պետք անել է։ Պողոս Առաքյալը Եփեսացիների 3:14-ում գրած էր. Ես ծնկ եմ ծռում Աստծո առաջ, ես այս համար ուզում եմ կարդալ։ Եփեսացիներ 3:14 խոսքը. Սրա համար կրկնում եմ իմ ծնկները մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջին, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտումը, եւ դուք սիրով արմատացած եւ հաստատված լինեք, որ ամեն սուրբերի հետ իմանաք, ինչ է լայնությունը, երկայնությունը, բարձրությունը եւ խորությունը, եւ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Ինչ էր ասում Պողոսը, ասում էր ես աղոթք եմ անում, որ դուք Աստծո սերը ճանաչեք, եւ այստեղ նշում է ինչ կան բարդա։ Ասում է բարձրությունը, խորությունը, լայնությունը, երկարությունը, եւ ասում էր ես աղոթք եմ անում, որ ձեզ բացվի, ինքը աստվածաբան էր, փիլիսոփա էր, ինքը կարող նկարագրել, բայց հասկանում էր, բառերով դա չի լինում, որովհետև Հռոմեացիների 5:5-ում գրված է. Աստծո սերը Սուրբ Հոգու ձեռքով սփռված է մեր սրտերի մեջ։ Եվ վերջացնելով իմ խոսքը, ինչա պետք անել, որ այդ սերը բացվի մեր ընտանիքին, իմ քույր եղբայրներ, մեր տան մեջ երեխեքը մեծանում են, իրանք ավելի շատ սովորում են, ինչ չի սիրում Աստված, իրանք ավելի շատ սովորում են, ինչ չի ուզում Աստված, իրանք ավելի շատ սովորում են, ինչ պահանջում է Աստված։ Ես տարիները եկեղեցու մեջ շփվում եմ իմ քույր եղբայրների մեջ, իրանք տարիները դա են լսում, իրանք գալիս են եկեղեցի, սովորում են երգերը, աղոթքները, բայց լինում է, որ չեն ճաշակում Աստծո սերը։ Եվ ցավոք սրտի գալիս է երիտասարդ տարիքը, աշխարհը իրանց կլանում է, եւ դրա համար խնդիրը համարում է այ ինչ անենք, մենք կարող միջոցառումներ, բացօթյաներ, քեֆեր կազմակերպենք, հետաքրքիր բաներ, բայց դա չի պահի, դա չի կարող, աշխարհի զենքերը, աշխարհի փայլը այնքան մեծ է, մենակ մի բան կարող ստվերգցի, կարող է կորցնի աշխարհի փայլը, դա Աստծո սերն է, որը արտահայտվել է իր որդու միջոցով, ու եթե դու ունես որդու, դու հավիտյան երջանիկ ես, եւ վերջացնելով իմ խոսքը, ուզում եմ հետևյալը նշել, ի վերջո մենք երբ որ հասնենք երկինք, մենք տեսնելու ենք, որ մեզ Աստված աղոթք, մենք չենք հասնել, մենք հասնենք երկինք, հավատքը պահենք, ընթացքը կատարենք, երբ որ մեզ պսակ տանք, մենք շրջվելու ենք տեսնենք մի խաչված ձեռքեր, մեր ամբողջ կյանքում մեզ տարել է, երբ որ ընկել ես քեզ բարձրացրել է, քեզ պահել է գայթակղությունից, դու կարաս հիշես մազեր կախված, որ դու ծանր մեղքերի մեջ լինիր, բայց դու պրծար, դու կարող ես հիշել, որ դու շատ խորն էիր ընկած, բայց ոնց կանգնեցիր, դու չես հիշում, եւ երկնքում դու կտեսնես մեծ հաշվով դու երկինք հասար, որովհետև քեզ մեկը սիրում է հավիտենական սիրով, եւ ինքը քեզ միշտ օգնել է, ինքը միշտ քո հետ է պահել, եւ դու շատ դժբախտ մարդ ես, եթե դու այդ սերը չճանաչիր, ես շատ սրտան ցավում եմ, եթե երկրի վրա ապրեցինք, եւ դու այդ սիրով հաղորդ չեղար, եւ մյուս կողմից մեր պարտականությունն է, պատմել, ճիշտ է, մի մարդ ասում էր, որ ես ծանոթ ունեմ, ասում եմ, որ Աստված սիրում է, ես միշտ խմեմ, լավ չի անում ինքը տենց ասում է, բայց մենք այրան սիրում է Աստված, բայց ինքը որ տենց ասում է, չի նշանակում, որ մենք Աստծո սիրո մասին չպետք է խոսենք, եւ երկրորդ բանը, մենք հիշել ու ցերել, եղբայրներ, սիրելի ծնողներ, մեր գործն է անելու, այստեղ բոլոր երիտասարդները, սաղ ցուցակները գիտեն, իրանք գիտեն ինչ չի կարելի անել, բայց իրանք հրապուրվում են, իրանք գիտեն ինչն է արգելված, իրանք գիտեն ինչը հաճելի չի, բայց իրանք մոլորվում են, ինչու՞մ է խնդիրը, հակակշիռն է պետք տնան, երբ որ Քրիստոսի սերը ճաշակեց, մի օր Պետրոսն էլ ընկավ, սայթակեց, եւ Հիսուսին կարևոր բան էր հետաքրքրում, Պետրոս, իսկ դու ինձ սիրում ես,
Այդ կարևոր բառը։ Եվ իհարկե Պետրոսը սիրում էր Հիսուսին, ասեց դու գիտես, որ սիրում եմ։ Եվ մի օր Պետրոսը իր կյանքը տվեց Հիսուսի համար։ Այն Պետրոսը, որ վախում էր, սիրում էր առաջ ընկնել, սիրում էր կենտրոնում լինել, սիրում էր փառավորվել։ Մի օր իր կյանքը տվեց Հիսուսի համար, իր կյանքը թանկ չէր, որովհետև սերը ճաշակել էր։ Ես խնդրում եմ կանգնենք աղոթքի։ Եվ մեր աղոթքի թեման սա է ուզում լինի։